Բարև սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկլուսի Postscriptum հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, շնորհակալություն պարոն Մկրտչյան։ Ես եմ շնորհակալ։ Դուք մի քանի անգամ աշխատել եք այդ պաշտոնում, որքան են փոխվել խնդիրները այդ տարբեր ժամանակահատվածում եւ ինչով են տարբերում այսօրվա ձեր խնդիրները։ Այսինքն իսկապես հնարավորություն ունեմ նայել տարածության վրա համակարգին եւ իմ կարծիքով ամենամեծ հիմնախնդիրը, որ հիմա առկա է, դա հետեւյալն է, որ տարիների ընթացքում մենք ձևավորեցինք կառուցվածքը կրթության, որը չափանիշներով համապատասխանում է միջազգային որոշակի կառույցների չափանիշներին, ինքը ընթերնելի է աշխարհի համար, տեսանելի է մեր գիտելիքի չափումը, հիմա գալիս է ամենակարևորը որակի խնդիրը։ Այսինքն, եթե ասեն ամենակարևոր հիմնախնդիրը կրթության եւ գիտության բնագավառում որն է այս առաջիկա տասնամյակի համար, խոսենք, որ եղած կառույցները ավելի որակյալ բովանդակությամբ լցնելն է։ Եվ մենք պիտի կարողանանք յուրաքանչյուր որակավորմանը, լինի դա կրթական թե գիտական, իսկապես բովանդակություն հաղորդենք եւ որակ հաղորդենք։ Եվ պիտի մի քիչ էլ խուսափենք իմ կարծիքով փոքր ժողովրդի սինդրոմից ունենալ ամենալավը, ամենահզորը, մեր լավագույնը։ Մենք եթե կարողանանք միջին կրթական որակը պահենք հանրապետությունում, հավատացեք, որ այդ միջինի քանակից մեզ պետք է եղող ուղղություններով ինքնուրույն կծնվեր նաև որակներ։ Այսինքն, եթե սա կարողանանք անենք, այսինքն հանրակրթության ընդհանուր որակ պահենք, բարձրագույն կրթության ընդհանուր մասնագիտական որակ պահենք եւ փորձենք եղած մասնագիտությունները տալ, որովհետեւ գիտեք, մի քիչ հասարակությունը այն եզակի աշխարհի հասարակություններից էր, որ գիտի իր երևի պատմությամբ գաղթական ժողովուրդը, որ ամենալավ ինվեստիցիան դա կրթությունն է։ Հիմա մենք պետք է կարողանանք մարդկանց այդ իմաստով հուսախաբ չանենք եւ նրանց երեխաները ստանան որակյալ իսկապես գիտելիք։ Սա առաջինն է, երկրորդը մենք ինչ պիտի կարողանանք արժևորել կրթության դերը մեր հասարակության մեջ, այսինքն գիտելիքը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է կրթված մարդ լինելու համար։ Սա եւ Եվրոպայում մոռացան, եւ այս վերջի իրադարձությունները դրա ապացույցն են, երբ օրինակ ես միշտ ասում եմ, Բելգիայում անդրադարձան, որ կամ եվրոպական երկրներում այդ կրվող մարդկանց մեծ մասը իսլամ ծայրահեղականների մեջ բարձրագույն կրթությունները ավարտած եվրոպացիներ էին, քաղաքացիներ էին։ Այսինքն, երբ որ դու գիտելիքը տալիս ես եւ չես տալիս նպատակը, տեսլականը այդ գիտելիքի եւ չես ասում թե ինչ տեսակի համար է դա պատրաստվում, դա կարող է վտանգավոր դառնալ։ Իսկ մենք պետք է հասկանանք, որ մենք ոչ միայն մեր բարձրագույն կրթությունը կամ հանրակրթությունը պիտի գիտելիք տա, այլ նաեւ պիտի կրթված մարդ տա։ Կրթված մարդը հայ տեսակի պահանջները, այս պետության խնդիրները, միջազգային առաջնահերթ մարտահրավերները լուծող մարդը պիտի լինի։ Գիտելիքը այդտեղ հիմա հատկապես մեր ժամանակաշրջանում գիտելիքը հեշտ լրացվում է։ Միշտ կարելի է գիտելիքը լրացնել։ Երկրորդն է դժվար։ Այո, իմ տարիքի, մեր տարիքի մարդիկ, հա, երբեմն ասում են, վաղ սովետական կրթությունը եւ այլն, պարզ է, որ չի կարելի մեկ առանձին վերցրած Հայաստանում սովետական կրթություն վերականգնել, մենք պետք է ինտեգրվենք։ Բայց ինտեգրվելը ես հասկանում եմ այնպես, որ մեր բժիշկը, չգիտեմ, մեր ծրագրավորողը, մեր գնա որևէ եվրոպական երկիր, Գերմանիա կամ չգիտեմ, Միացյալ Նահանգներ եւ գնա այնտեղ աշխատի։ Այդպես է, թե այդպես չէ։ Գիտեք, շատ հետաքրքիր է, բայց օրինակի համար մենք ունենք շատ ենք մի քիչ նաեւ հիմա ասում, որ շատ վատ որակ է, բայց Հայաստանից դուրս եկող մասնագետների մի զգալի հատվածը, որոնք բազային կրթություն են ստացել եւ որոնք հիմնարար կրթություն են ստացել, ասենք ճարտարագիտականում, համալսարանում, մեր այս հենարանային բուհերում դրսում շատ հեշտությամբ գրավում են իրենց տեղը։ Եվ ընթերնելի են եւ շատ արագ, եթե ինչ-որ գիտելիքի պակասել կա, շատ արագ լրացնում են, թե մասնագիտական բազային կրթությունը Հայաստանում դեռ լավ վիճակում է։ Վնասում են կեղծ վկայականներ տվող, կեղծ ձևաչափով ընդհանրապես աշխատող որոշ կազմակերպություններ, որոնք տարբեր անուններով արագ թողարկում են եւ հատկապես ոչ միայն հայաստանցիները, այլ օտարերկրացիները իսկապես սրանից հուսախաբվում են եւ դա շատ մեծ հարված է հասցնում մեր կրթական համակարգին։ Խոսքը մասնավոր բուհերի մասին։ Եվ մասնավոր եւ ցավոք սրտի որոշ պետական բուհերում էլ, երբ գիտեք, բուհական գործունեության համար առաջին պայմանը սեփական առաքելության գիտակցումն է։ Ինչպես մարդու համար ինքը պիտի իր առաքելությունը հասկանա, որ ապրի, նույն ձևով բուհը պիտի գիտակցի իր առաքելությունը։ Եթե ասենք մի բուհում, որը ասենք ուղղություն ունի, առաքելություն ունի, հանկարծակի մեկ էլ հայտնվում է
ասենք իրավագիտություն, չգիտեմ, տնտեսագիտություն, միջազգային հարաբերություններ, դա պետական կամ կադաստրի գործ, այսպես։ Սա նշանակում է բուհն ընդհանրապես կորցրել է իր առաքելությունը եւ գոյատևման խնդիր է լուծում։ Այսինքն փորձում է իր գոյությունը պահպանել վճարովի համակարգի հաշվին, օգտագործելով պոպուլյար մասնագիտություններ։ Մենք հիմա պատերազմից հետո հատկապես խոսում ենք գիտության մասին, չէ՞, եւ խոսում ենք այն գիտելիքահեն, ուրեմն ճյուղերի մասին, որոնք պետք է զարգանան Հայաստանում։ Ինչ է արվում այդ ուղղությամբ, ինչ որ բան մտածել եք, որ փոխվի վիճակը։ Միանշանակ այդ հարցի համար շնորհակալություն եւ նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր խմբագրականների համար, որովհետեւ գիտեք պետք է խնդիրը ճիշտ տնես եւ խնդրեմը լուծես։ Եթե մենք լինեինք մի քիչ հանգիստ պայմաններում ապրող երկիր, որը արտաքին մարտահրավերներ չունենար, իր ճանապարհը առաջիկա տասնամյակ, հարյուրամյակների վրա գծված լիներ, ես կասեի, որ մենք կարող ենք այսպես կոմունիկացիոն մակարդակի գիտելիքների վրա հենված կրթություն ունենալ, որը բավարար կլիներ տեղաշարժի, կրթված լինելու եւ այլն համար, բայց մարտահրավեր ունեցող երկիրը պարտավոր է ունենալ բնական գիտություններ։ Հիմա երկու կարևոր սուբստանց մենք ըստ էության մեր հանրակրթության մեջ բավականին վտանգել ենք։ Դա բնական գիտությունների չափն է, պակասել է շատ բնական գիտությունների ծավալը հանրակրթական ծրագրերում եւ երկրորդը օտար լեզուները։ Որտեւ ի վերջո փոքր ժողովուրդները կարող են թարգմանել մասնագիտական գրականություն ոչ ավել քան 3-5%-ի չափով։ Այսինքն պետք է մասնագետը կարողանա օտար լեզվով գրականություն կարդալ, մասնագիտական։ Եվ ես կարծում եմ, որ երկուսի մասն էլ պետք է հստակ խոսենք մեր ժողովրդի հետ, դա չի նշանակում հայրենի հաշվին, դա չի նշանակում մեր, ասենք, մյուս առարկաների հաշվին, բայց եթե մենք ունենք ազգային կրթակարգը պիտի ասի, որ այս երկրի ապագան կարող է լինել միայն գիտելիքահենք եւ գիտության վրա հենված կրթության մեջ։ Ուրեմն մենք պետք է բնական գիտությունների ծավալը մեծացնենք մեր հանրակրթական եւ մասնագիտական եւ հետբուհական ծրագրերը։ Պրեստիժը բարձր չի ֆիզիկայի կամ քիմիայի, չէ՞, այսօր որքան։ Այո, ցավոք սրտի դեռևս ու գիտեք, դա հետաքրքիր մի ֆենոմեն է, երբեմն չի կախվում աշխատաշուկայի պահանջների։ Օրինակ երկրաբան մասնագիտությունը հիմա շատ պահանջված է կամ անասնավոր։ Մարդը հստակ իր աշխատանքը ունի։ Եթե այդտեղով ավարտի, բայց տեսնում ենք այդտեղ ասենք չի համալրվում անգամ առանց քննության ձևաչափով։ Կամ ասենք նույն ֆիզիկա մասնագիտություն, եթե մենք ունենք ատոմակայան եւ մենք ունենք հեռանկարային ծրագրեր, ֆիզիկա մասնագիտությունը պետք է իսկապես հեռանկարային լինի։ Տեսնում ենք կիրառական մաթեմատիկայի ընդունելության քննությունները ֆիզիկան հանում են, որովհետեւ որպեսզի հեշտացնեն մուտքը։ Այսինքն այսպիսի խնդիրներ ունենք, որ պարտավոր ենք լուծել։ Ես վերջերս նայեցի դպրոցների, ուրեմն օլիմպիադաներում հաղթած դպրոցների ցուցակը, թե որ դպրոցն է քանի օլիմպիադայում հաղթել, ուրեմն ընդհանուր օրինաչափությունը հետևյալն է. հումանիտար առարկաներից շրջանների դպրոցները ավելի ուժեղ են։ Ճշգրիտ եւ բնական գիտություններում ոչ Երևանի բոլոր դպրոցները, այլ Քվանտը, Ֆիզմատը եւ այլն։ Այդ դա ճիշտ է, որ դա կենտրոնացվում է մի քանի դպրոցի։ Գիտեք, այստեղ գալիս է մի շատ կարևոր հիմնախնդիր։ Գերազանցության կենտրոնների գաղափարն է եւ չկա, եթե ուզում ենք լուրջ բանից խոսենք, գիտելիքից խոսենք եւ լուրջ գիտությունից խոսենք, պիտի ունենաս գերազանցության կենտրոններ եւ հանրակրթության մեջ։ Բայց այդ կենտրոնները շատ կարևոր է, իմ առաջի ասածը, որ միջին մակարդակը շատ կարևոր է, նրանք չխաղան ծծանի դեր։ Այսինքն նրանք ոչ թե պիտի ամենալավը քաշեն տանեն իրենց մոտ, լավագույն ուսուցչին, լավագույն երեխային, այլ իրենք պետք է կարողանան այնպիսի ձևով աշխատել, որ իրենք լինեն շոքեքարշ։ Այսինքն իրենց գործունեությունը պետք է խթանի 10-15 այլ դպրոցների բարձրացումը։ Եթե իրանք այդ դպրոցներից վերցնեն լավագույնը, տանեն իրենց մոտ, ապա մենք վտանգում ենք շատ կարևոր մի սկզբունք, համահավասարության սկզբունքը հանրակրթության մեջ, այսինքն էլիտար ենք ձևավորում, կարևոր չի դա փողի վրա էլիտար է, թե մասնագիտության վրա էլիտար է, եւ դա առաջացնում է անջրպետ։ Հանրակրթության համար սա շատ վտանգավոր է, որտեղ երկրները, որոնք ձևավորել են գերազանցության կենտրոններ առանց շոքեքարշի գաղափարի, այլ ծծանի գաղափարով, այսպես մի հատ օրինակ էլի ստեղծեն, նրանք որպես կանոն ձախողել են ամբողջ իրենց ընդհանուր որակը։ Գիտեք, չենք կարող մենք շատ փայլուն հաջողություններ ունենք օլիմպիական շարժման մեջ, բայց դուք շատ ճիշտ նկատեցիք, բայց չենք կարող մենք այդ շարժումը ունենալ, եթե մենք 40,000 օլիմպիական չունենանք Հայաստանում։ 40,000 երեխա մարզերից սկսած սկսում է մասնակցել։ Այդ եթե 1-2-ը գալիս են ֆիզմատ դպրոց,
5-6-ն էլ, որոնք գրավում են իրենց մարզում 4-րդ, 5-րդ տեղը մնում են տեղում։ Այ եթե կարողանանք ցանցը այնպես ձևավորել, որ այս դպրոցներն էլ կապվեն, լաբորատորիաներ այնտեղ ապահովենք, ապա կձևավորվի մի հատ ընդհանուր քանակ, որից կառաջանա գերազանցության որակները։ Այս համակարգը ինքը ճկուն համակարգ է եւ եթե սա կարողանանք անենք, բավականին կհաջողենք։ Գիտությունների ակադեմիայի մասին ես հիշում եմ մեր պետության առաջին տարիներին գաղափար կար ընդհանրապես դա դարձնել հասարակական կազմակերպություն եւ գիտությունը զարգացնել համալսարաններում, բուհերում եւ այլն։ Հա, բարձր շատ ռադիկալ գաղափար է, բայց մենք տեսնում ենք, որ ակադեմիան այնուամենայնիվ իներտ կառույց է, չի կատարում իր դերը, այդպես է թե չէ։ Եք ինքը ակադեմիական համակարգը աշխարհում որտեղ որ կա մաքուր ակադեմիական գիտական համակարգը ոչ հասարակականի ձևով նույնիսկ Ռուսաստանում հիմա նայում ենք տեսնում ենք որ ենթարկվում է լուրջ փոփոխությունների եւ ամենակարևորը հետեւյալն է աշխատող ակադեմիական ինստիտուտները փորձում են կապվել համալսարանների հետ մենք ինչ որ մի քայլ արել ենք այդ ուղղությամբ ես նայում եմ հիմա այս 8 տարի ես ընդհատված եմ տեսնում եմ որ համարյա բոլոր ակադեմիական ինստիտուտներում մագիստրանտական կրթություն կա այսինքն արդեն հասկանում են, որ իրենք պիտի կրթության հետ առնչվեն։ Հիմա եթե մենք կարողանանք ակադեմիական ինստիտուտ համալսարան կապը շատ ուժեղացնենք եւ ստեղծենք կլաստերներ, որովհետեւ աշխարհի ապագան ցանցային համալսարանների եւ կրթական կլաստերների մեջ է։ Հիմա տեսեք մի հատ օրինաչափություն, որ նայում եմ, բոլոր այն ավագ դպրոցները, որոնք փոխանցվել են բարձրագույն կրթական հաստատությունների հովանու ներքո, կլինի ժող տնտեսագիտության համալսարանում, կլինի մանկավարժականում, բոլորը շատ ավելի լավ վիճակում են, քան մյուս ավագ դպրոցները։ Այսինքն գաղափարը, որ պետք է հոսքային լինի, խորացված լինի, մասնագիտական եւ պետք է կրթական տարբեր աստիճաններ մեկ ցանցի մեջ լինեն, որովհետեւ կարողանա տեղափոխությունը եւ շրջանառությունը լինի։ Սա աշխարհի ապագան է եւ եթե մենք կարողանանք մեր համալսարանական ցանցում դա ապահովենք, մեծ հաջողություն կունենանք։ Դուք գիտեք, ի վերջո համալսարանը բարձրագույն կրթությունը մի տեղ է, որտեղ քանակ պիտի լինի, որ որակ լինի։ Չի կարող, ասենք, համալսարան կոչվի հաստատություն, որը ունի 300 ուսանող։ Կամ ասենք մեր լավագույն նույնիսկ հաստատությունները 3-4 հազար ուսանող ունեն։ Ուրեմն իրենք պետք է կարողանան ցանցային ձևաչափի մեջ մտնեն, որովհետեւ ուսանողների տեղաշարժի եւ մասնագետների տեղաշարժի վրա որակ ապահովի։ Սա օրինակ Ֆրանսիայում Սորբոնի համակարգը կա, որը ինքը համալսարանների համակարգ է։ Ես վերջերս շատ հետաքրքիր էր Մոսկվայի փորձը, մոտ 4000 դպրոցների Մոսկվայում թողել են 700-ը, բայց ոչ մի դպրոց չի փակվել։ Կառավարման համակարգն է ցանցային դարձել։ Իսկան մի քանի դպրոցներ միավորվել են մեկ մենեջմենտի տակ։ Դա հնարավորություն է անում, օրինակ մեծ եկամուտներ կարող ես ազատել, մեկ գրադարան կպահես, մեկ ֆիզկուլտուրայի կենտրոն կպահես, ինքը շատ մեծ հնարավորություններ տալիս։ Մենք հիմա բարձրագույն կրթության օրենքը երբ գրում ենք, այդ ցանցային համալսարանների եւ կլաստերային համակարգի մակարդակը ուզում ենք իսկապես օրենքի մասով էլ պաշտպանել։ Մագիստրատուրա, ավագ դպրոցի եւ մագիստրատուրայի անհրաժեշտության մասին, հա, մագիստրատուրան ամեն բոլոր մասնագիտություններով մագիստրատուրա պետք է։ Օրինակ լրագրությունից, հա, ես գործատու եմ թերթի խմբագիր։ Ինձ չի հետաքրում նա բակալավրա թե մագիստրատ։ Ինձ պետք է որ նա վազի աշխատի, չէ՞։ Ամբողջությամբ ես այդ համաձայնում։ Մենք մի քիչ ֆետիշացրեցինք այդ Բոլոնյան այսպես է ասում։ Բոլոնյան այդպեսի բան չի ասում։ Բոլոնյան չի ասում պետք է լինի անպայման 4-2 եւ 3։ Բոլոնյան ասում է պետք է լինի երաստիճան կրթական համակարգ։ Կան երկրներ, որոնք օրինակ կրեդիտային համակարգ իջեցնում են ավագ դպրոց եւ քառամյա բակալավրիատը դառնում է եռամյա։ Կա որ 4+1 են օգտագործում, կա որ 3+2 են օգտագործում։ Օրինակ ես նույն հարցադրումը դուք ասեք շատ ճիշտ ձեր մասնագիտությամբ, ես կասեմ օրինակ կոնսերվատորիայի որոշողությունները, ջութակահարը բակալավրիատը վերջացնում է։ Եթե դու ոչ մի նոր բան չես ավելացնում, կամ ասենք պատմության ուսուցիչը, մագիստրատուրան կարող է դառնալ հումանիտար ուսուցիչ, կարող է դառնալ խիմֆիզիկայի ուսուցիչ։ Այսինքն մագիստրատուրան պիտի ապահովի երկու ճանապարհ՝ մեկ դեպի գիտություն, եթե գնում է գիտություն, մագիստրատուրա պիտի լինի։ Մասսայաբար գիտություն չեն եւ գնա դեպի այնպիսի աշխատաշուկա, որը հնարավորություն է տալիս ուրիշների ղեկավարելու պատասխանատվություն ունենալ։ Որտեղ բակալավրը մեր մոտ լիարժեք բարձրագույն կրթություն է։ Ուրեմն մենք պետք է մագիստրատուրայում, եթե գնում է աշխատաշուկա, այնպիսի մի ձևաչափ նկարագրես աշխատաշուկայում, որը լինի ավելի պատասխանատու, քան բակալավրիականն է։ Ցավոք սրտի մեր բույերը այստեղ դեռ շատ մեծ անելիքներ ունեն, որովհետև ինչպես ավագ դպրոցում շարունակում են 9-ամյան մեխանիկորեն, նույն ձևով էլ
Բակալավրիատը շարունակում ենք մի քիչ ձևափոխումներով մագիստրատուրայում։ Մի տարին, որ ուզում ես կրճատես, օրինակ մանկավարժի համար 1 տարվա մագիստրատուրան 40 կրեդիտ է։ Մենք իրար հետ մանկավարժ ենք եղել, ինչ ենք ավելացել, հոգեբանություն, մանկավարժություն, մի քանի առարկաներ ավելանում է, մանկավարժ են դառնում։ Լավ, մի տարվա կրեդիտը ինչու ենք դարձնում 2 տարվա մագիստրատուրը։ Ինչ ենք տալիս մենք դրանով։ Այս խնդիրներն է, որ պետք է նայենք եւ կարողանան համալսարանները փոփոխությունն է պետք։ Չեմ կարծում, դա ազգային կրթակարգի եւ ընդհանուր չափորոշիչների փոփոխություն է պետք։ Նաեւ եթե որևէ համալսարան ինքը գտա, որ իր մոտ մագիստրանտական կրթությունը 1 տարին բավարար է եւ այդ 1 տարին համարժեքացրեց միջազգային կրեդիտային համակարգի հետ, ինչու չեն կարող։ Եթե մեկը որոշեց, որ ինքը պետք է 3+2-ով։ Այսինքն սա համալսարան, դրա համար մենք բարձրագույն կրթությունում համալսարանների այս մասի ակադեմիական ինքնուրույնությունը կտրուկ պետք է բարձրացնել։ Նախարարության ինչ գործն է ինքը որոշի, նա պետք է նայի արդյունքը, չափելիքը եւ միջազգային չափելիքը։ Եթե սրանք նորմալ են, արդեն համալսարանը ինքը իր պատասխանատվությամբ, իր հեղինակությամբ պիտի մտնի ասպարեզ։ Այսպես է ձևավորվում ամբողջ աշխարհի համալսարանական համակարգը։ Կրեդիտային համակարգի մասին, հա, ես դասախոս եմ, ինչպես եւ դուք։ Ես գիտեմ, այս երեխան 3-ի է, այս երեխան իմ պատկերացումները 4-ի է, այս 5-ի է։ 61 գումարած ես իմ չգիտեմ ինչ, դա հավելյալ ինչ-որ թղթաբանություն չի ստեղծում դասախոսներին։ Ամբողջությամբ, այսինքն ես ինքս մի պահ մտածեցի, որ երբ որ այդ մտա մագիստրանտական եւ բակալավրի վերջի կուրսը եք արդում, այսինքն ասին կարող է ինչ-որ մի բան ճիշտ չեն կարել այս կրեդիտային համակարգում։ Հետո տեսա, որ մենք ինքներս ենք մեր կյանքը բարդացրել։ Այսինքն ի վերջո կրեդիտային համակարգի նպատակը չափիչ միավորի ձևավորումն է, որը պետք է ամբողջ աշխարհի համար ճանաչելի եւ ընթերնելի լինի։ Հիմա եթե մենք գերի ենք ընկել մեր անցյալի սովորույթների ձեռք եւ փորձում ենք այս նոր միջազգային միավորը չափ մտցնել եւ պահպանել առանց փոփոխության 9-ը, ստացվում է ձեր ասած ֆոկուսը 60, 63, 70։ Եթե մենք ասենք ինչպես ֆրանսիական համալսարան կամ ամերիկյան համալսարան, մաքուր կրթությունը կրեդիտով չափում են, որևէ խնդիր չենք ունենում այդ իմաստով, որևէ բարդություն չեն ունենում։ Մեր երեխաները նույնիսկ ուսանողները չեն հասկանում ինչպես պիտի անեն, ինչպես պիտի հավաքեն, ինչ կրեդիտ է պետք, ինչ խմբեր պիտի ձևավորեն։ Այսինքն սրանք շատ լուրջ հարցեր են եւ մենք մագիստրանտական կրթության արմատական փոփոխության կարիք ունենք իմ անձնական համոզումն է։ Դա, այսինքն դա պետք է տրվի բուհերին այդ հնարավորությունը, թե դուք ինչ որ ձևի ինչ որ հայեցակարգ։ Բուհերը հենց այդ է, որ երբ որ մենք որոշեցինք, որ 1 տարվա ընթացքում պետք է Հայաստանի բոլոր բուհերը անցնեն բակալավր մագիստր համակարգի, ոչ ոք մեզ չէր ստիպում 1 տարում անցնել։ Բայց այդ նորից այդ նույն սինդրոմն է, մենք առաջինը լինենք, մենք հաղթող լինենք, մենք առաջինը անցնենք համատարած ներառական կրթության, մենք առաջին այս բանը։ Եթե մենք դա անենք ավելի հանգիստ, անենք 3-4 տարվա ընթացքում, փորձենք հասկանանք կոնսերվատորիայի առանձնահատկությունը, ժուրնալիստիկայի առանձնահատկությունը, նույն Բոլոնյան ասում է բժշկություն, իրավագիտություն, մշակույթ, ազգային համակարգ, այսինքն պատմություն եւ այլն, յուրաքանչյուր ժողովուրդ ազատ է ինքը ձևաչափ ընտրելու։ Այսինքն մենք այդ ամեն ինչը վերցրեցինք, մի հատ պարզ սխեմա ենք սարքում, երբ 1 տարում անցնենք 4+2-ի, չգիտեմ, ամբողջ համակարգը մտցնում ենք։ Ես կարծում եմ, որ մի քիչ եթե ավելի վստահ ենք համալսարաններին եւ թողնենք, որ իրենք որոնումներով գտնեն իրենց մոդելը, բայց պետությունը շատ կարեւոր բան ունի, վերահսկիչ ֆունկցիա, նա պետք է թույլ չտա, որ չափիչ գործիքը եւ բովանդակությունը հակասի ընդհանուրին։ Հասկանալի։ Եվ ավագ դպրոցի մասին, հա, նույնպես, եթե դա ավագ դպրոց է, ինչու է դա պարտադիր ավագ դպրոցը ո՞րն է։ Եթե նա ստանում է գիտելիքների անհրաժեշտը մինչև հիմնական դպրոցում, էլ ինչի է պարտադիր ավագ դպրոց։ Դեռ իմ անձնական տեսակետը կարող եմ ասել, մի քիչ ինձ համար ժամանակին նույնիսկ 12-ամյա կրթություն պարտադիր լինելը ֆիքսել սահմանադրությամբ բավականին խնդրահարույց է իմ համար։ Հիմա մենք ունենք դա եւ պիտի փորձենք այնպես անենք, որ այդ երեխան գոնե բոլորը չէ, որ պիտի գնան բարձրագույն կրթություն։ Գոնե իր մասնագիտական կարողությունները այդ 2-3 տարում ունենա։ Հետո մեկ այլ խնդիր կա, արևելք է եւ շուտ է հասունանում սերունդը։ Այսինքն 17 տարեկան եւ 18 տարեկան մեջ մեծ տարբերություն կա։ Այսինքն այս հարցերը մենք հիմա չափորոշիչային եւ կրթական համակարգում պիտի մեկ անգամ էլ նայենք, բայց ավելի լավ է մենք այս բոլոր հարցերի մասին բարձրաձայնենք եւ խորհրդակցենք հասարակության հետ, մասնագետների հետ։ Օրինակ ես բոլոր տեղերը հարցնում եմ, ասում եմ, ինչ կարծիք եք, օրինակ եթե երեխաներին 6 տարեկանի այս վերջին մասը ավակ մանկապարտեզի 5-ից 6 տարեկանը
փորձենք համարել ինչ որ 0 դասարան նման բան։ Մի մասը ասում է այո, մի մասը ոչ, բայց դեռ պիտի նայենք, այսինքն հասկանանք, որովհետև ի վերջո նաև խնդիր է 18 տարեկան երեխան Հայաստանում եւ աղջիկը եւ տղան արդեն լիարժեք հասունացած մարդիկ են։ Դպրոցական նստարանի եւ այստեղի հետ խնդիր կա։ Դա համար 12-րդ դասարան ասում պիտի բեռնաթափենք, նաև դա նկատի ունենք, որ ինքը արդեն մասնագետ դառնա, ինքը կարողանա ինչ որ աշխատանք անի, պրակտիկա գնա սովորի, ինչ որ մի ձևով կարողանա արդեն, եթե գնում է արհեստավոր դառնա, կարողանա սկսի գոնե իր այդ մասնագիտական կարողությունների մշակումը։ Իմ կարծիքով այդ ավագ դպրոցի, այսպես ասած ավագ, որտեղ ավագ դպրոցները ընդամենը 103 են, բայց մենք միջնակարգ կրթություն ունենք 600-700 դպրոցում։ Այդ խնդիրը ինչպես հոսքային անել եւ ինչպես լցնել նաեւ չբեռնավորելով նրանց շատ կարեւոր է։ Կոռուպցիայի վերաբերյալ, այո։ Շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցն էր կրթության եւ գիտության նախարար Լևոն Մակարչյանը։ Մենք կհանդիպենք վաղ, ստեսություն։